Ռուսաստանում կա փորձ, որ երբ որ իրենք անեքսիա են ենթարկում ինչ-որ մի հատ, չէ, Ղրիմի անեքսիան ինչպես ընկալվեց ռուս հասարակության կողմից։ Ողջունեցին։ Հայաստանի կլանումը, Հայաստանում Նիկոլ Փաշինյանին ռուսական մեդիաները սարքեցին արևմուտքի սիմվոլ։ Իրան իշխանությունից հեռացնելը հնարավորություն է նորից հանրությանը Ռուսաստանի ցույց տալ, որ Պուտինը ուժեղ է, էֆեկտիվ է, այն ֆոնին, որ Ուկրաինայում հիմա աջողություններ չկան եւ չեն էլ սպասվում որոշակի մոտակա տեսանելի ժամանակ հենց նույն Կրիմում ինչ որ մի այլ իրադարձություն ստեղծել, շեղել հանրության ուշադրությունը փայլուն հատուկ օպերացիայի վրա, որտեղ որ էփածա որշը պատրաստ է, մնում է կրակից հանել, դնել բանի, էլի ռուս ընտրողի արչև, որ համեցեք կերեք, դա էլ կարող է փոխկապակցված լինել իրենց ընտրական ժամկետների հետ, ենթադրենք սեպտեմբերին, չէ, իրենք ունեն ընտրություններ Պետդումայի եւ այլն։ Մենք վտանգի մեջ ենք այս ժամանակահատվածում, որովհետեւ անպաշտպան ենք առհասարակ ցանկացած ռուսական սցենարի։ Ես չունեմ այդ պատկերացումը, որ Նիկոլ Փաշինյանը ինքնուրույն քաղաքական գործիչ է, որ ինքը իսկապես ծրագիր ունի։ Ամենայն դեպս նա ցուցադրում է, որ կայուն է, խոճապի չի մատնված, այսօր շարունակ ասեց իմ տիկունքում աղստևն է, գնացել էր հեծանիվով Իջևան։ Ես գնահատում եմ ամփոփ իր գործունեությունը այս 8 տարիների ընթացքում եւ իմ եզրակացությունը հետեւյալն է։ Ինքը ընդունել է բոլոր որոշումները կարևորագույն հարցերով, Արցախի հարցով մասնավորապես ի օգուտ Ռուսաստանի, ի վնաս հայ ժողովրդին, ի օգուտ Ռուսաստանի։ Կարող եմ հերթական անգամ պարզապատել։ Բանակցությունների թոքը կտրելու որոշումը ի օգուտ Ռուսաստանի էր, որովհետև նպատակ ուներ ռուսական զորքերը Արցախ բերել, տեղակայել։ Արցախի նշաձողը ստատուսի նշաձողը իջացնելու որոշումը, այսինքն Արցախի ինքնավար կարգավիճակի մարզի, կարգավիճակի Ադրբեջանի կազմում ճանաչելը անհրաժեշտ էր Ռուսաստանին, որպեսզի իր զորքերը այնտեղ հավերժ առանց մանդատի կարողանան մնալ, երբ սպառվեցին մանդատ ստանալու, միջազգային մանդատ ձեռք բերելու բոլոր ջանքերը, սկսվեց այդ շրջափակումը եւ միաժամանակ Հայաստանը հայտարարեց, որ Արցախի ըստ էության, այդ Պրահայի հայտարարությունը մաքսիմում ինչին կարող է Արցախը հավակնել, դա ինքնավարությունն է Ադրբեջանի կազմում։ Այսինքն այս բոլոր որոշումները ընդունվում էին Ռուսաստանի Դաշնության օգտին եւ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի Եվրոպայում հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել, ինչքան որ դուք եք պատրաստ, դա էլ էր Ռուսաստանի Դաշնության օգտին, որովհետեւ այդ պահին Ռուսաստանին հարկավոր էր Հայաստանը որպես խաբ տրանզիտ դեպի Ռուսաստան տրանզիտ ապահովելու համար։ Հայաստանը ինչ շահեց նրանից, որ Եվրոպայից ապրանք մուտք եկավ Հայաստան եւ հետո դուրս եկավ դեպի Ռուսաստան։ Ինչ որ բան շահեց այդ վիճակագրական թվերից բացի, դա աշխատատեղ ստեղծեց, դա եկամուտ ստեղծեց, դա հարկ ստեղծեց։ Չէ։ Այդ ամբողջը Ռուսաստանի Դաշնության հիմնականում համար էր եւ դա էլ ընկալվում է, չէ, հանրության կողմից որպես պրոեվրոպական քաղաքականություն, բայց իրականում դա եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշի, որ իրեն հարկավոր է այսպես ասած ցույց տալ ուժը Հայաստանում եւ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա, Նիկոլ Փաշինյանը իմ կարծիքով հանգիստ կհեռանա այդ դրամաբանության, կոնտեքստում, որ դա եւս շահ եւ օգուտ կբերի
Ռուսաստանի Դաշնությանը ղեկավարությանը նկատի ունեմ իր այդ քաղաքական ներքին հարցերում։ Ես այդպիսի վտանգ տեսնում եմ եւ համաձայն չեմ այն բոլորի հետ, ովքեր որ ասում են, որ Հայաստանը դիմադրություն կարող է ցուցաբերել պետական մակարդակով ռուսական միջամտությանը, բանակով, ԱԱՑ-ով եւ այլն, միշտ հիշեցնում եմ, տենց մի հատ ֆիլմ կար, որ դահլիճում նստած են մեկ էլ հրաման է գալիս ԿԳԲ-ի բոլոր գործակալները դուրս գան, ուսաղ դուրս են գալի, վերջում էլ պարողը այդ իր բանին դնում է գետնին, հանգարց այդպես չստացվի, էլի, Հայաստանում, եթե Ռուսաստանում կնոպկեն սխմեն եւ հանգարց չստացվի, որ գլխավոր պարողը նույնպես այդ գործակալներից, եթե առաջինը չէ, գլխավորը չէ, այնուամենայնիվ ամենաազդեցիկն է։ Ես այդպես եմ նայում, իմ գնահատական է իր վիճակի եւ դրա համար կարեւոր է իսկ քաղաքացիական հանրությունը Հայաստանում այս ընթացքում ինչ դարավ։ Նրանք ովքեր որ լռում են, համաձայն են խաղաղություն էթնիկ զտման դիմաց բանաձևին, արդեն քաղաքացիական հանրություն չեն։ Այդ մարդկանց վրա հույս դնել, որ իրենք վաղը դուրս կգան ռուսական ագրեսիայի դեմը կփակեն, գիտեք, քաղաքացիական գործունեությունը եւ հանրության կեցված սկզբունքայնության վրա է հենված, փողի վրա չի հենված, ինչ որ կարիերիզմի վրա չի հենված։ Դա սկզբունքայնության վրա իդեալիստական կարելի է ասել, հիմա բան եմ ասում, բայց այո, որոշակի իդեալների վրա, դրա անկալման, դրա գիտակցման վրա հենված գործունեություն է, որը պաշտպանում է հասարակությունը ոտնձգություններից, քանի որ պաշտպանում է օրենքը, սահմանադրական կարգը, մարդու իրավունքները եւ ազատությունները առհասարակ։ Եվ մենք այո այսօր ունենք երկիրը նման վտանգներից պաշտպանելու համար, նաեւ այդ պակասը ես շատ բարձր եմ գնահատում Գեղամ Օղանյանի նախաձեռնությունը Արտուր Օսիպյանի պաշտպանելու հարցում, անկախ այդ ինչն է առարկան եղել, բայց դա նոր քաղաքացիական հանրության մեջ նոր ոնց ասեմ, վերարտադրվելու, վերածնվելու առաջի եւ շատ կարեւոր նշան։ Մոտավորապես դա նույնն է, ինչ որ թրջկանի, հա, այդ պայքարը թրջկանի համար 14 թվականին, հա, չէ, 11 թվականին, 2011 թվականին դրվագներ եղել։ Ինչ որ մի դրվագից սկսվում է եւ բայց կարևորը որ շարունակական լինի եւ ուժ ունենա, ուժ հավաքի 11-ին սկսած այդ թրջկանի բանը տեսակ որ հասավ ինչ շարժումներ տվեց, չէ, մեր երկրում եւ որքան մարդիկ ներգրավեցին դրա մեջ, դաստիարակվեցին դրա մեջ եւ դա արդյունքում բերեց 18 թվականին, երբ որ մեր հանրությունը եւ գիտելիք ուներ քաղաքացիական անհնազանդության եւ տեսած փորձ ուներ եւ այլն։ Եղել են դեպքեր եւ հիմա դա շատ կարեւոր է եւ դա է ես համարում մեր ժողովրդի պաշտպանությունը այսպիսի վտանգավոր սցենարից, եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշի Հայաստանում Կրիմ 2, այսպես ասած, իրականացնի, իրականում այդ Գեղամ Օղանյանի նման մարդիկ, Արտուր Օսիպյանի նման մարդիկ են հենարանը մեր։ Լովին համաձայն եմ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ պրոռուսական ուժերը պիտի 4% շեմը իրականում չանցնեին։ Բայց ես նաև համարում եմ, որ քաղաքացիական պայմանագիրն էլ պիտի 4% շեմը իրականում չանցներ։ Բայց դեպքում Սերժ Սարգսյանի հարցը բա ով անցներ 13 թվականին հիշում եք, երբ որ Ռաֆին ասաց, որ երկրորդ փուլ պիտի լինի, հա, միտքը դա էր, որ
ես չեմ կարել հաղթել, բայց դու էլ չես հաղթել, այսինքն երկրորդ փուլ պիտի լինի, Սերժն զարմացեց, ոնց կարա երկրորդ փուլ ուզենա, ասես, բա ով է հաղթել էլի, դեպքում, եթե դու չես հաղթել, ես չեմ հաղթել էլի։ Նույնը եւ հիմա այստեղ, բա ով պիտի հաղթի։ Ես ցանկանում եմ, ես ուզում եմ եւ կարծում եմ շատերը համաձայն են, որ խորհրդարանում չլինեն ուժեր, ում կարելի է մեղադրել, որ իրենք Արցախը դավաճանել են, եւ լինի այդ դեմագոգյան տեսեք ստեղ ինչա գրած կամ գրած չի կամ սա ոնց կարդանք հասկանանք, հա, սև սպիտակի վրա ինչ որ բան է գրած եւ դրա շուրջը մեկնաբանություններ եւ չլինեն մարդիկ, ովքեր ում կարելի է մեղադրել, որ դուք ժողովրդին թալանել եք, էս է կարել, են է կարել եւ մյուս այսինքն բոլոր նոր կուսակցությունները այդ չափանիշին համապատասխանում են եւ դրա համար ես լավ վատ իրենք կարող են հա տարբեր բան լինել, բայց այս առաջատար քարյակը այս քրեարկության իլյուստրացիայի ենթարկվի, եթե մենք ուզում ենք ունենալ առողջ քաղաքական խորհրդարան, ինքը կարող է կատարյալ չլինել, բայց այս ինչը այս ուժերը իրենք հիվանդ ուժեր են, իրենք չեն կարող առողջ լինել, քաղաքացիական պայմանագիրը այլևս երբեք չի կարող առողջ քաղաքական ուժ լինել, ինքը պիտի չէ իր այսպես ասած ճշմարտությունը, որ լավ են կարել, որ Արցախը հանձնել ենք, տանի առաջ, դա արդեն իր վրա դրված է այդ բեռը, եւ ինքը չի կարա անկաշկանդ լինի հանրության հետ, ինքը չի կարա չխափի, ինքը պիտի անպայման այդ հարցերում, չէ, իր ճիշտը բրդի զորբայությամբ, իր ճիշտը ճակերտների մեջ էլի առաջ, իր պատասխանատվությունը հանելու համար եւ նույնը եւ այդ պրոռուսական ուժերը, դրա համար առողջ խորհրդարանը դա այն խորհրդարանն է, որտեղ որ ավելի ազնիվ եւ խաբեության ավելի քիչ անհրաժեշտություն ունեցող քաղաքական ուժերն են